Ողջույն, Ազատության հրապարակում շարունակվում է գիտության փառատոնը, իսկ Ինֆոքոմը շարունակում է իր նոր հանրագիր փոդքասթը։ Այսօր իմ հյուրը Սոնա Բալասանյանն է, որը կրթության սոցիոլոգ է։ Ողջույն Սոնա, եւ շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ողջույն Աննա, շնորհակալություն հրավերի համար։ Սոնա, այսօրվա մեր հանդիպման եւ զրույցի առիթն այն է, որ Երևանի պետական համալսարանում քո համաղեկավարությամբ նոր հեռավար լաբորատորիա է ստեղծվել։ Պիտի խնդրեմ մեր զրույցը սկսենք հենց լաբորատորիան նկարագրելուց։ Նախ նկարագրենք հեռավար լաբորատորիաների կոնցեպտը եւ հետո արդեն հասկանանք, թե ինչ թեմատիկ ուղղվածությամբ է այս նոր ստեղծված լաբորատորիան։ Շնորհակալություն։ Հեռավար լաբորատորիաները գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող ծրագրեր են, որոնք նախ եւ առաջ ենթադրում են հեղինակավոր արտասահմանյան հիմնական ղեկավարի ներկայություն, ով հեռավար կերպով աշխատում է հայաստանյան լաբորատոր խմբի հետ։ Մեր դեպքում մենք աշխատում ենք Լոնդոնի քաղաքական եւ տնտեսական գիտությունների դպրոցի հետ, Արմինե Իշխանյանի հետ։ Ես ղեկավարում եմ Հայաստանի Երևանի պետական համալսարանի լաբորատորիայի խումբը։ Մենք սոցիոլոգներ ենք, ովքեր մտածում են այս դեպքում սոցիալական փոփոխությունների եւ մարդկային կենսագործունեության կապի մասին։ Լաբորատորիան կոչվում է սոցիալական փոփոխությունների լաբորատորիա եւ մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են անհատները կապվում կամ կապված իրենց կենսագործունեության ընթացքում ինստիտուտների հետ։ Որտեղից եկավ լաբորատորիայի ստեղծման գաղափարը, բոլորս գիտենք, որ հասարակագիտությունը Հայաստանում նոր ձևավորվող է, ըստ էության անկախության հետ նաև Հայաստանում հուսով եմ, սկսեց զարգանալ անկախ հասարակագիտությունը եւ մենք այդ գիտության շրջանակներում շատ քիչ ենք անդրադարձել այն հարցին, թե ինչպես են հասարակության մեջ ձևավորվում ինստիտուտները, այնինչ պետության կառուցման եւ պետության կայացման հարցում սա առաջնային խնդիր է։ Մենք շատ հետաքրքրված ենք այն հարցով, թե ինչպես են անհատները պատկերացնում այս գործընթացը եւ ինչպիսին է անհատների ինստիտուցիոնալ կյանքը։ Շատ հետաքրքիր թեմա է ու նաև հետաքրքիր է արդյոք դուք միայն սոցիոլոգիայի ռակուրսից եք այս թեմային նայելու, թե թիմը միջդիսցիպլինար է եւ այլ գիտակարգերի ներկայացուցիչներ էլ ունեք։ Թիմը զուտ սոցիոլոգիական աշխարհայացքով աշխատող թիմ է եւ սա կարծում եմ կարեւոր է լաբորատորիայի սոցիոլոգիական շեշտադրման տեսանկյունից։ Նաեւ ամեն մեկս հարակից որոշակի ենթադիսցիպլինների հետ ենք աշխատում, մասնավորապես ինքս կրթության սոցիոլոգիայի մասնագետ եմ, Արփին եւ Մարիամը սոցիալական փոփոխությունների եւ հանրային քննախոսության կամ դիսկուրսի մասնագետներ են, քննադատական սոցիոլոգիայի ներկայացուցիչներ, Հայկը Սմբատյան կոնֆլիկտաբան է եւ մենք ամեն մեկս մեր խնդրակարգի տեսանկյունից ենք նայում այդ անհատ ինստիտուտ փոխհարաբերման խնդրին։ Իսկ բոլորդ արդեն ասպիրանտուրայի մակարդակի կամ արդեն գիտական աստիճան ունեցող մասնագետներ եք, թե նաեւ ուսանողների եք ներգրավել, որ հա հենց այդ ուսանող տարիքից մագիստրատուրայից, գուցե անգամ բակալավրիատից այդ հետազոտական գործընթացի մեջ ներգրավեք։ Անպայման, բնականաբար Արմինեն Իշխանյան կայացած մասնագետ է։ Ես արդեն երկրորդ դոկտորանտուրան եմ ամբողջացնում այս տարի։ Արփին եւ Մարիամը նոր են սկսում իրենց ճանապարհը դեպի սոցիոլոգիական գիտությունների թեկնածու դառնալը, իսկ Հայկը արդեն ավարտում է այդ ճանապարհը։ Այսինքն բոլորս գտնվում ենք ակադեմիական զարգացման որոշակի փուլում եւ տարբեր փուլերում, ինչը նաեւ կարեւոր է բազմակարծության եւ աշխատանքներում միմյանց փոխլրացնելու տեսանկյունից։ Նշեցիր, որ սոցիալական փոփոխությունները եւ ինստիտուտներն եք փորձում եւ փորձելու հասկանալ, սակայն նաեւ ավելի շատ անհատի տեսանկյունից եւ անհատին կենտրոնում պահելով, երբ որ սկսում էիք աշխատանքները լաբորատորիան հիմնադրելու եւ մտածում էիք, թե ինչ ուղղությամբ եք ուզում հետազոտություններ անել, եւ ուսումնասիրում էիք առկա գրականությունը, եթե այդպեսին կար, առկա գրականության մեջ ինչպիսին էին նկարագրվում այդ ինստիտուտները, փոփոխությունները, անհատ ինստիտուտ-պետություն հարաբերությունները եւ դուք ինչ բացեր տեսակ հետազոտական, որոնք փորձելու եք լրացնել ձեր աշխատանքով։
Մինչև 20-րդ դարը սոցիոլոգիայի զարգացման երկու այսպես առանձին ուղղություն կար։ Մեկը զբաղվում էր այսպես կոչված միկրոսոցիոլոգիայով, որը ուսումնասիրում էր անհատական փոխհարաբերությունները, իսկ մյուս թևը ուսումնասիրում էր համակարգեր, ինստիտուտներ, հասարակություն, համաշխարհային կարգ եւ այլն։ Այսպես կարելի է կոնվենցիոնալ առանձնացնել միկրո եւ մակրո սոցիոլոգիաները։ Բայց արդեն 21-րդ դարից հետո արդի սոցիոլոգիական տեսությունների զարգացմամբ գիտության մեջ հայտնի է, որ անհատ եւ հասարակություն փոխկապվածությունը առանձնացնել հնարավոր չէ։ Անհատ եւ ինստիտուտ փոխհարաբերությունը առանձնացնել հնարավոր չէ։ Անհատի կենսագործունեությունը եւ անձնական է, եւ սոցիալական է, եւ ինստիտուցիոնալ է, եւ դա մի ամբողջ կենսագործունեության մաս է։ Միևնույն ժամանակ, եւ սա կարևոր թեզ է մեր լաբորատորիայի համար, ինստիտուտները մարդկային են։ Եթե գրականության մեջ շատ հաճախ ինստիտուտները դիտարկվում են որպես կառուցվածքներ, անդեմ սոցիալական միավորներ, ապա ժամանակակից սոցիոլոգիայում ժամանակն է ուշադրություն դարձնել էմոցիաների ինստիտուցիոնալ զարգացմանը, անհատների եւ ինստիտուտների կապին, նրան թե որքան են անհատները հավատում իրենց ինստիտուցիոնալ գործունեությանը, որքան են ինստիտուցիոնալ գործընթացները հիմնվում ոչ ֆորմալ մշակութային կարգերի վրա կամ որքան են դրանք օրակարգային դարձնում հենց ինստիտուտի արդյունավետ գործունեությունը։ Այսինքն գրականության մեջ կա այս բացը, որ փոխհարաբերությունների տեսանկյունից ինստիտուտները ասես անդեմ կառուցվածքներ են, բայց մեր հետազոտություններում մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքները եւ ինստիտուցիոնալ կյանքը նույնպես մարդկային է, դինամիկ է, փոփոխվող է, ու եթե նորույթի մասին խոսենք, ապա հետսովետական տարածքում այս սոցիոլոգիական հայացքը բավականին նոր է եւ այս խնդրակարգը նորենք բերելու սոցիոլոգիական գիտական օրակարգ եւ նաեւ հուսով ենք, որ սա կներթափանցի սոցիալական քաղաքականության օրակարգ։ Իսկ օրինակ, երբ որ նայում ենք արևմտյան գիտական գրականությունը, այնտեղ ենթադրում եմ արդեն փորձեր արվել են հենց անհատական մակարդակը հասկանալով ինստիտուտները բացատրել կամ դրանք հետազոտել։ Արվել են փորձեր ու կա նոր ինստիտուցիոնալիզմի տեսական շրջանակը, որտեղ այո խոսվում է այն մասին, որ ինստիտուտները այդքան միանշանակ կառուցվածքներ չեն, եւ մենք պրակտիկայում էլ տեսնում ենք, անկախ Հայաստանի 30 տարիների ընթացքում տեսնում ենք, թե ինչքան բարդ է կառուցել համակարգեր։ Այնպես կառուցել, որ դրանք անկախ անհատներից կամ ոչ ֆորմալ փոխհարաբերություններից կենսագործունեություն ունենան, կարողանան աշխատել էֆեկտիվ եւ դա կախված չլինի առանձին անհատներից կամ նրանց իշխանությունից կամ նրանց հեղինակությունից եւ այլն։ Հետաքրքիր է, որ առաջին հայացքից մի քիչ պարադոքսալ է միտքը հնչում, որովհետեւ մի կողմից ասում ես, որ պիտի անհատներին հասկանանք, որպեսզի հասկանանք ինստիտուտները, մյուս կողմից ասում ես, պիտի ունենանք ինստիտուտներ, որոնք անհատներից կախված չեն, այ հետաքրքիր է այս երկու առաջին հայացքից հակասող գաղափարները ինչպես են համագործակցում։ Այստեղ գալիս ենք լաբորատորիայի հիմնական խնդրին, որն է անհատական ընտրության խնդիրը։ Անհատը ինքը գիտակցում է երբեմն նաև անգիտակցական մակարդակում ռեֆլեքսիվ աշխատում է ինստիտուտների հետ, այնպես ինչպես որ ստացվում է։ Այ հենց այդ ինչպես է դա ստացվումը մեր կարևորագույն հարցերից մեկն է, որովհետև անհատի ինստիտուցիոնալ կենսագործունեությունը նրա գիտակցման աստիճանից է կախված։ Կախված է այն աստիճանից, թե որքանով է մարդը իրեն համարում այդ ինստիտուտի մասը, որքանով է իրեն պատասխանատու տեսնում համակարգերի կամ ինստիտուտների կայացման հարցում, որքանով է նա կիսում քաղաքացիական պատասխանատվությունները եւ սեփական իրավունքների պաշտպանության միջև հակասությունները կամ համադրությունները, որքանով է նա գիտակցում իր գործունեության սոցիալական եւ ինստիտուցիոնալ լինելը անձնական կյանքին զուգահեռ։ Նախկին հետազոտությունների մեջ որպես սոցիոլոգ միշտ տեսել եմ, որ հայաստանյան իրականության մեջ քաղաքացիները շատ են տարանջատում պետությունը եւ իրենց անձնական կյանքը։ Սա
թերևս հետսովետական ֆենոմեն է, որովհետև ինչ որ պահից այս հասարակությունը պետության կառուցվածքների փլուզում է ապրել եւ սկսել է անկախանալ որպես երիտասարդ նոր իր քայլերը ձևավորող պետություն եւ բնականաբար քաղաքացիները հատկապես հետսովետական ժամանակահատվածում անմիջապես ապրող քաղաքացիները տեսել են ինչպես է մի կարգը փլուզվում եւ նոր կարգ փորձում ձևակերպվել։ Այստեղ շատ առաջին հայացքից հեշտ է, որ անհատը իրեն տարանջատի հասարակությունից եւ մտածի, որ պետությունը ինչ որ իր համար պատասխանատվություն կրող միավոր է, իսկ ինքը շարունակում է իր կենսագործունեությունը կախված նրանից, թե ինչ պայմաններ, հանգամանքներ կձևավորվեն ռեգիոնում, աշխարհաքաղաքական տեսանկյունից ու այստեղ բնականաբար տուժում են սոցիալական պատասխանատվությունների շրջանակները, մեծ է լինում դեպրիվացիան հասկանալու, որ որպես անձ, որպես քաղաքացի կարող ես փոխել ինստիտուցիոնալ կարգը, կարող ես ներդրում ունենալ այդ կարգի կայացման մեջ, ինքդ որոշում կայացնող ես քո տեղում, քո դերում։ Եվ նաև հավատը ու վստահությունը ինստիտուտների հանդեպ երևի էլի կտուժի այդ վերաբերմունքից։ Միանշանակ եւ կարճ պատասխանը քո նախորդ հարցին կլինի, որ անհատի ինքնագիտակցման եւ ինստիտուտի հետ փոխհարաբերման որակից է կախված այն, թե ինքը որքանով է գիտակցում նաեւ իր ինստիտուցիոնալ եւ համակարգային գործունեությունը։ Կարող ենք մեր մի փոքր վերացական զրույցը բերել ավելի առարկայացնել եւ որևէ ինստիտուտի օրինակով փորձել հասկանալ, որ օրինակ մեր պետության ներսում պատկերացում կա, որ այս ինստիտուտը ինքը ինչ որ մի առանձին անհատից վերացարկված կառույց է, բայց իրականում շատ կախված է անհատի ընկալումների հետ եւ կարեւոր է թե անհատը այդ ինստիտուտին ինչպես է վերաբերվում։ Շատ բարի, հենց ներկայում ուսումնասիրում եմ բարձրագույն կրթության մեջ կարիերայի կենտրոնների դերը Եվ հաշվի առնելով, որ երիտասարդների խնդիրները Հայաստանի համար շատ կարևոր են, ես փորձում եմ հասկանալ, թե մենք ինչպես ենք ձևակերպել կարիերայի կենտրոնների մանդատը բարձրագույն կրթության մեջ եւ որքանով ենք նաեւ դրա մեջ ներառում երիտասարդներին խորհրդատվության տրամադրումը կամ նրանց խնդիրների, կարիքների բացահայտումը եւ ես տեսնում եմ, որ հետ սովետական իներցիան դեռևս կենթանի է, այն առումով, որ կարիերայի կենտրոնները շարունակում են աշխատել միայն աշխատաշուկա եւ ուսանողներ կապի ամրապնդման տեսանկյունից, ինչը իրական սովետական ժամանակահատվածում արվում էր։ Այսինքն կա այդ ըմբռնումը, որ երբ որ ուսանողը ավարտեց, նրան պետք է տեղավորել աշխատանքի, պետք է տեսնել, թե որ աշխատանքային սեկտորներում են անհրաժեշտ ուսանողները եւ թեև դա ներկայացվում է որպես նոր ինստիտուցիոնալ մեխանիզմ, թեև կարիերայի կենտրոնները հիմնադրվել են հետսովետական այսպես ժամանակահատվածում կամ հետսովետական ու արդեն արդիական ժամանակահատվածում, դրանք այդուհանդերձ շարունակում են այն տրամաբանությունը աշխատանքի, որը կար սովետական ժամանակահատվածում։ Բնականաբար շատ բան է փոխվել, բայց այդ տրամաբանության իներցիան մեզ թույլ չի տալիս հասկանալ, թե Հայաստանի կարիքները որոնք են, Հայաստանի դժվարության մեջ գտնվող ուսանողի կարիքը որն է, ինչ է նշանակում ձևակերպել կարիերա անձնական խնդիրներին զուգահեռ։ Ավելի մարդկային լեզվով հարցեր տանք, ինչ է նշանակում սովորել լինելով բազմանդամ ընտանիքի մայր, ինչ է նշանակում ուսանող լինել հոմոֆոբիայի որոշակի պայմաններում, ինչ է նշանակում պատերազմից հետո շարունակել կրթություն։ Այսպիսի հարցեր կան, որոնք եթե վերափոխես ինստիտուցիոնալ հարցերի, կհասկանաս, որ զուտ աշխատաշուկայի հետ ուսանողի ավարտողի կապը ապահովելը շատ քիչ է կարիերայի զարգացման համար։ Որտեղ են մանդատները սահմանվում, ինչպես ենք մենք այս ինստիտուցիոնալ կենսագործունեության տարածությունը սահմանում։ Շատ հետաքրքիր հարցեր են սրանք։ Եվ նույն հարցերը կան աղքատության տեսանկյունից, առողջապահության տեսանկյունից, կրթության մեջ ուղղակի կարիերայի կենտրոնների օրինակը բերեցի, բայց բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Այդ օրինակը, որ նշում ես, խոսքիդ մեջ էլ նշեցիր եւ նախորդ հարցին
պատասխանելիս էլ մի փոքր անդրադարձար դրան, որ եղել է խորհրդային միություն, այդ խորհրդային միությունը ունեցել է ինչ-որ ինստիտուտներ, ինչ-որ համակարգեր, այդ ամենը փլուզվել է, Հայաստանն ու այլ պետությունները անկախացել են եւ այդ ինստիտուտները կամ սկսել են փոփոխվել կամ նոր ինստիտուտներ են ի հայտ եկել։ Այս համատեքստում հետաքրքիր է, թե ինստիտուտների չկայացվածությունը կամ երբեմն մարդկանց կարիքները հաշվի չառնելը ինչ պատճառ ունի։ Արդյոք պատճառը այն է, որ ինչ-որ մի ժամանակ պետությունը այլ մեծ պետության մաս է եղել ու հետո անկախանալով չի կարողացել բավարար չափով ինստիտուտները կայացնել կամ կան ուրիշ քաղաքական, պատմական, սոցիալական ինչ-որ ուղղություններ, որոնք այդ ինստիտուտների այնքան էլ լավ չկայացմանը նպաստում են ինչ-որ ձևով։ Տեսեք, հասարակությունը պատմական երևույթ է։ Այն միշտ ունի պատմական էվոլյուցիա եւ յուրաքանչյուր իրադարձություն, որ տեղի ունենում այդ հասարակության կյանքում, դրոշմ է թողում նրա կենսագործունեության մեջ, ինչպես ճիշտ այնպես, ինչպես անհատի կյանքում։ Այստեղ շատ կարևոր է այն հարցը, թե այդ անհատական կյանքուղին եւ ինստիտուցիոնալ զարգացումները ինչպես են համադրվում կամ հակադրվում։ Եվ եթե հակադրությունները շատ են, ապա մենք արդյունքում ստանում ենք օտարված երիտասարդ, օտարված հասարակություն, իր կարիքները չհասկացված ժողովուրդ, կոռուպցիայի ստվերի տակ աշխատող համակարգեր եւ սա պետական կամքի խնդիր չէ, սա այդ սոցիալական դինամիկայի հետևանք է։ Այսինքն, օրինակ հնարավոր չէ տեսնել, որ եվրոպական կրթական համակարգում կարիերայի կենտրոնները զարգացնում են հմտություններ, զարգացնում են տվյալադարաններ եւ դա նպաստում է ուսանողների բարեկեցիկ կյանքին, եւ դա ուղղակիորեն ներմուծել Հայաստանյան կրթական ինստիտուտ եւ ակնկալել, որ դա կաշխատի։ Ընդ որում իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ ակնկալիքն էլ չկա, որ դա կաշխատի։ Ինչ որտեղ կա ըմբռնում, որ դա չի աշխատելու։ Բայց ինչպես է տեղի ունենում ինստիտուցիոնալ զարգացումը, սկզբից պարզ իմիտացիոն փուլերից անցնում ենք ըմբռնման փուլերով եւ հետո տրանսֆորմացիոն փուլերով։ Իմ դիտարկումը այնպիսին է, որ տրանսֆորմացիոն էֆեկտիվ փոփոխությունները Հայաստանյան ինստիտուտներում շատ քիչ են եւ շատ գործընթացներ այդպես էլ մնում են իմիտացիոն փուլում, որովհետեւ չեն ստանում ինստիտուցիոնալ մեխանիզմների այսպես կոչված աջակցությունը, որովհետեւ այդ մեխանիզմները պարզապես չեն ձևավորվում, չեն ձևակերպվում։ Իսկ պատճառը անհատին եւ նրա կարիքները չհասկանալն է, ինչի եմ այս հարցը տալիս, մենք կարծեմ անցած տարի հարցազրույց էինք անում իրար հետ քոմի շատ այլ հետաքրքիր հետազոտության վերաբերյալ, հետազոտությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի հետազոտական կարողությունների զարգացման մասին էր եւ մենք զրուցում էինք այն մասին, թե ինչքան չհասկացված է հետազոտական ակադեմիական համայնքը եւ ինչքան փոփոխությունները թղթի վրա մնում են, ձևական բնույթ են կրում եւ իրական գետնի վրա ինչ որ փոփոխությունների չեն բերում։ Այս դեպքում էլ գուցե նույնն է, գուցե երբ որ ինստիտուտներ են ինչ որ հիմնադրվում կամ փոփոխվում, ինչ որ բարեփոխումներ են տեղի ունենում, խնդիր չի դրվում հասկանալու շահառուներին, թե այդ շահառուների վրա այդ ինստիտուտները ինչպես են անդրադառնալու։ Ես հանգել եմ այն եզրակացությանը, որ ակնկալել, որ ինստիտուտները դա անպայմանորեն պետք է անեն, սխալ է, այսինքն միգուցե ներուժ չկա, դու հարցնում ես անհատը հասկացված չէ այդ է պատճառը, որ ինստիտուտները չեն զարգանում, նաև, բայց լաբորատորիայի հիմքում հենց դրել ենք այն հարցը, որ անհատի եւ ինստիտուտի փոխհարաբերումը պիտի հասկանաս, որպեսզի այդ գործընթացները կայանան։ Հիմա ռազմավարական գործընթացը անհատական գործընթաց է, թե ինստիտուցիոնալ գործընթաց։ Բնականաբար ռազմավարական գործընթացի հետևում կանգնած է որոշում կայացնող։ Որոշում կայացնողը միայնակ է որոշումները կայացնում, ոչ։ Կայացնում է շահառուների հետ, հասկանալով շահառուների կարիքները, այդ կարիքները վերաձևակերպելով իր գործունեության որպես նպատակներ եւ արդեն ինստիտուցիոնալացնելով իր կենսագործունեությունը։ Բայց քանի որ մենք սոցիոլոգ ենք, մենք հասկանում ենք, որ այստեղ լուրջ սոցիալական ոչ ֆորմալ մշակութային միջավայրային գործոններ են աշխատում եւ այդ գործոնների
ուղղակիորեն հասկացումից այդ հասկացման մարդկային ռեսուրսից է կախված այն, թե այդ գործընթացները ինչքանով արդյունավետ կաշխատեն։ Այսինքն, հենց ինչ որ առումով նաև ենթա հետազոտական հարց է մեզ համար, թե ինչու են ձախողվում ռազմավարական պլանավորման գործընթացները կամ ինչու դրանք չեն հանգեցնում ցանկալի արդյունքների եւ մենք պարբերաբար 5 տարով, 10 տարով հետաձգում ենք կամ վերաձևակերպում ենք նույն ռազմավարությունները, որոնք մնում են թղթի վրա։ Այստեղ չի կարող միայն անհատի կարիքի հասկացման խնդիր լինել, այլ անհատի եւ ինստիտուտի փոխկապվածության ըմբռնման եւ ըստ դրա գործելու կարողության խնդիրներ կան։ Ու օրինակ, եթե շրջանավարտների տվյալադարան համալսարանը չի կարողանում ստեղծել չունենալով նախկին տվյալներ, ու ինչ խնդիր է դա, ում կարիքն է չհասկացված։ Դա բնականաբար ինստիտուցիոնալ կարողության տվյալ խնդիրը որպես ռազմավարական խնդիր ձևակերպելու եւ դրանից բխող գործողությունները իրագործելու խնդիր է։ Հետաքրքիր է, թե ինչ մեթոդներով եք փորձելու տվյալներ հավաքել, որոնց հիման վրա կփորձեք այդ անհատ ինստիտուտ փոխհարաբերությունները հասկանալ։ Սոցիոլոգիան ունի քանակական մոտեցում հետազոտություններին, ունի որակական մոտեցում։ Դուք կոնկրետ ինչ մեթոդներով եք հետազոտությունները իրականացնելու։ Մենք սկսել ենք պատմասոցիոլոգիական վերլուծությունից, նախ ուզում ենք հասկանալ, թե հասարակագիտությունը ինչ խնդիր ունի երկրում։ Այսինքն ինչպես այն կարող է լինել ավելի ֆունկցիոնալ, որովհետև եթե մենք ուզում ենք, որ սոցիոլոգիան իրապես օգնի որոշումներ կայացնելուն եւ ինստիտուտներ կայացնելուն, ապա պիտի հասկանանք, թե ինքնին հասարակագետը կամ գիտությունը ինչ խնդիր ունի։ Հաջորդիվ մենք զրույցներ ենք ունենալու եւ հանդիպումներ ենք ունենալու որոշումներ կայացնողների հետ եւ այդ որոշումները կրողների հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ հակադրություններ կամ ինչ համեմատականներ կարող ենք տանել նրանց ակնկալիքների մեջ ինստիտուտից։ Մասնավորապես ես վերջին հետազոտության համար խոսել եմ ուսանողների հետ, հատկապես տնտեսական խնդիրներ ունեցող, գենդերային խնդիրներ ունեցող ուսանողների հետ, ում կարելի է կոչել կարիքներ ունեցող եւ այդ կարիքները բարձրաձայնել ցանկացող ուսանողներ, նրանց հետ խոսել եմ եւ առանձնապես խոսել եմ կարիերայի կենտրոնների ղեկավարների հետ։ Շատ հետաքրքիր է այդ տեսակետների, հորիզոնների, զարգացման պատկերացումների համադրությունը եւ նաեւ հակադրությունը, որ հասկանաս, թե ինչ է ապրում ուսանողը եւ ինչ որոշում է կայացնում համապատասխան ինստիտուցիոնալ ենթակառուցվածքի ղեկավարը։ Եվ այդ պատմական համատեքստի ու ներկայումս պատկերացումների համադրությամբ փորձելու եք արդեն այս կամ այն ինստիտուտի վերաբերյալ եւ փոխհարաբերությունների վերաբերյալ պատկերացումներ կազմել։ Շատ ճիշտ է եւ մենք գտնում ենք, որ սա ախտորոշիչ նշանակություն է ունենալու եւ կետային նշանակություն է ունենալու։ Ուստի մենք խոսում ենք ավելի շատ որակական հետազոտությունների մասին, դեպքի ուսումնասիրությունների մասին, հաշվի առնելով եւ երկրորդային վերլուծության ենթարկելով այն քանակական տվյալները, որոնք այդ դեպքի ուսումնասիրման համար կարեւոր են։ Իսկ օրինակ փորձելու եք ուսումնասիրել այնպիսի երկրների օրինակներ, որոնց փորձառությունը, որոնց սոցիալական մշակութային օրինակ բարքերը շատ մոտ են Հայաստանին, օրինակ հետխորհրդային երկիր է, բայց որոնք բոլոր կամ այս կամ այն ինստիտուտների հարցում հաջողել են, հասկանալու համար, թե ինչն է նրանց մոտ ինչ որ ուրիշ ճանապարհով գնացել, որ նրանք կարողացել են հաջողել, մեզ մոտ մի քիչ այլ ճանապարհով է գնացել, մենք չենք հաջողել։ Այսինքն փորձել եք Հայաստանի այլ երկրների փորձի համեմատությամբ ինչ որ տվյալներ դուրս բերել։ Այո, եթե դա առնչվում է խնդրին եւ դեպքին, մասնավորապես կարիերայի կենտրոնների ուսումնասիրության մեջ համեմատականներ են տարվում Հայաստան-Վրաստան եւ զարմանալիորեն խնդիրները նման են, տարբերությունները հիմնականում ուսանողների կենսակերպի եւ մոտեցումների մեջ են։ Նաեւ դիտարկում ենք եվրոպական քաղաքականությունը, բարձրագույն կրթության զարգացման, Բոլոնիայի գործընթաց, բարձրագույն կրթության ընդհանուր տարածք, այս բոլոր քաղաքականությունները, որոնք ձևակերպված են, կարևոր են որպես վերագրված քաղաքականություն։ Իսկ
կենսակերպերը եւ ինստիտուցիոնալ որոշումները կարեւոր են տեսնելու համար, թե որքանով են այդ քաղաքականությունները ապրում ինստիտուտները եւ որքանով է դա դառնում տրանսֆորմացիական փոփոխություն երկրում։ Դիտարկում եք բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած բարեփոխումների, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների այս գործընթացը եւս ուսումնասիրել, որովհետեւ մի շարք ինստիտուտներ են վերափոխվում, ինստիտուտների նշանակություններ են վերասահմանվում, այն օրենքով, որը վերջերս ազգային ժողովն ընդունեց եւ նախագահի հաստորագրելուց հետո ուժի մեջ կմտնի, դա երևի թե հետազոտական լավ հող է ձեզ համար։ Հենց այս պահին ընթացող փոփոխություն, որը գործ ունի ինստիտուտների հետ։ Միանշանակ եւ երբ որ ասում եմ ախտորոշիչ ֆունկցիա կունենա լաբորատորիան, հենց դա նկատի ունեմ, այն պիտի լինի ապրող ենթակառուցվածք հետազոտական, որը կարձագանքի Հայաստանում տեղի ունեցող հիմնական բարեփոխում ենթադրող ինստիտուցիոնալ գործընթացներին, ի հայտ բերելով այն անհատների նաեւ կարծիքը եւ ձայնը, ում այդ փոփոխությունները ուղղակիորեն վերաբերում են։ Լաբորատորիան իր գործունեության ընթացքում ոչ միայն ակադեմիական արդյունք է տալու, այսինքն իր հետազոտությունների արդյունքները գիտական հոդվածների տեսքով հրապարակելու է, այլ նաև ինչպես հասկացա, քաղաքականության թերթիկներ, այսպես ասած, եթե տերմինը հայերեն ճիշտ եմ թարգմանում, թերթիկներ է մշակելու որոշում կայացնողների համար։ Շատ կուզեմ, որ այս մասին մանրամասն խոսես, այս օրինակով բացատրելով, թե ինչպես կարող է հասարակագիտական ոլորտի հետազոտությունը պետության ներսում որոշումների կայացմանը, քաղաքականության մշակմանը նպաստել։ Ես չէի ասի, որ քաղաքականության թերթիկները կամ համառոտագրերը ակադեմիական պրոդուկտ չեն։ Միանշանակ դրանք ակադեմիական պրոդուկտ են, եթե գրված են հիմնավոր հետազոտությունների արդյունքում եւ ուղղակի ներկայացված են հանրությանը կամ որոշում կայացնողներին այդ ձևաչափով։ Աշխարհում գիտական պրոդուկտներ են համարվում տեխնիկական զեկույցները, քաղաքականության համառոտագրերը, նույնիսկ հայտնի գիտնականների օրագրերը կամ ամենօրյա փոստերը կարելի է համարել ակադեմիական աշխարհայացքի արտահայտում որոշակի առցանց տարածության մեջ։ Այսինքն ավանդաբար համարել, որ գիտնականի տված պրոդուկտը միայն գիտական հոդվածն է, չի կարելի, բնականաբար դա առաջնային նշանակություն ունի եւ այո, գիտնականները գրում են գիտական հոդվածներ, բայց հասարակագիտության մեջ հասարակագիտությունը ունի նաեւ նորմատիվ նշանակություն, ռեֆորմի տեսանկյունից կարեւոր է եւ որպեսզի մենք կարողանանք խոսել որոշումներ կայացնողների հետ եւ ինքներս մեզ նաեւ ընկալել որպես որոշումներ կայացնողներ մեր դերում, մեր տեսանկյունից, մենք արդեն սկսելու ենք նաև այս արդյունքներին նայել որպես հետազոտական գիտական պրոդուկտներ։ Եվ ինչպես հասկացա, նաև որոշակի կրթական գործառույթներ եք անելու, ուսանողների հետ է աշխատանքը լինելու, դրանից անդին է գնալու, այդ ուղղությամբ ինչ եք նախատեսում անել։ Լաբորատորիան աշխատում է, գործում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում եւ մենք հրավիրելու ենք փորձնակներ, կամավորներ, ուսանողներ, ովքեր կհետաքրքրվեն թեմայով, կարող են աշխատել իրենց գիտական թեմատիկ գործունեության շրջանակներում լաբորատորիայի հետ։ Լաբորատորիան համագործակցելու է համալսարանի այլ հեռավար լաբորատորիաների եւ այլ ենթակառուցվածքների հետ եւ ես հուսով եմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մենք ինքներս մեր գործունեությամբ կկարողանանք ցույց տալ, որ ինստիտուցիոնալ փոփոխությունները ներքևից վերև կամ միջին օղակներում էական են եւ կարող են փոփոխություններ բերել։ Եվ վերջում Սոնա դու նշեցիր կարիերայի կենտրոնների մասին, քո հետազոտության մասին, որը Հայաստանի եւ Վրաստանի օրինակով ես փորձել հասկանալ, կան այս պահին թեմաներ, եթե գաղտնիք չէ, որոնց ուղղությամբ հետազոտություններ եք արդեն սկսել իրականացնել կամ նախատեսում եք։ Առաջին թեման հասարակագիտության սոցիալ-պատմական զարգացումն է եւ դրա միջավայրը Հայաստանում։ Միգուցե մասնավորեցվի հասարակագիտության դասավանդման խնդիրը, որովհետեւ այդ խնդրի շուրջ իրականում բոլոր միջավայրային խնդիրները կարելի ներկայացնել, ցույց տալ։ Մենք դիտարկելու ենք մինչ սովետական ժամանակահատվածի հասարակագիտական միտքը, մտածելու ենք սոցիոլոգիայի զարգացման պատմության մասին եւ նաեւ տեղակայելու ենք ինքներս մեզ այդ պատմության մեջ, ձևակերպելով ավելի մանրամասն հասկանալով մեր լաբորատորիայի տեսլականը, այնուհետեւ նաեւ կառուցվածքն ու ռազմավարական պլանը։
Հաջորդիվ ուսումնասիրելու ենք այն տեսական բացը, որը կա սոցիոլոգիայում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում անհատի եւ ինստիտուտի կապի հասկացման տեսանկյունից։ Մտածում ենք գրախոսվող համաշխարհային հնչեղության հոդված գրել, որը որ ցույց կտա, որ ինստիտուտները միայն որպես կառուցվածք դիտարկելը սոցիոլոգիայում բաց է թողել գիտական, այն իմաստով, որ ինստիտուտները ապրող օրգանիզմներ են եւ դրանք անհատական են։ Դրանից հետո մեզ հետաքրքրում են գենդերային խնդիրները, աղքատության խնդիրները եւ բնականաբար կոնֆլիկտաբանական կամ աշխարհաքաղաքական ռակուրսից ինստիտուտների զարգացման հնարավորությունները, բայց դա արդեն թերևս դրան կանդրադառնանք ավելի մանրամասն երկրորդ-երրորդ տարիներին լաբորատորիայի աշխատանքների։ Շատ հետաքրքիր է, որ եւ հիմնարար հարցերի եք փորձելու պատասխանել եւ դեպքի ուսումնասիրություններով ավելի կիրառական, պրակտիկ հարցերի եք փորձելու պատասխանել։ Դեպքի ուսումնասիրությունները տեսականացնելով հնարավոր է խոսել շատ կարևոր գործընթացային, ինստիտուցիոնալ միջին մակարդակի խնդիրների մասին եւ այստեղ բոլորովին պարտադիր չեն զանգվածային հետազոտությունները քանակական, այստեղ կարևոր են գիտական վերլուծական հնարավորությունները, որոնք վստահ եմ, որ լաբորատորիան ունի։ Ես անհամբեր կսպասեմ ձեր հրապարակումներին եւ հույս ունեմ այդ առիթով էլի զրուցելու հնարավորություններ կլինեն։ Շնորհակալություն Աննա, Հայաստանում գիտությունը ու հատկապես հասարակագիտությունը լուսաբանելու համար ու շատ հետաքրքիր զրույցի համար։ Քեզ շնորհակալություն Սոնա։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Սոնա Բալասանյանի հետ, որը կրթության սոցիոլոգ է։